Իրանը արդեն չունի կարմիր գծեր, հարվածում է ցանկացած տնտեսական գոտու, որ կարող է Վաշինգտոնին վնաս բերել։ Սա կարող է ունենալ երկու հետևանք, ընդհանրապես այս պատերազմը կարելի է կոչել մետալի երկու կողմերի պատերազմ, այսինքն միշտ կա երկու կողմը ցանկացած հաշվարկի դեպքում, թե այս կողմի, թե այն կողմի։ Հետևյալն է, որ այս հարվածները կարող են արդեն բերել են նավթի գնի վերելքի, այսօր առավոտյան $100-ից ավել էր, հետո իջավ $92, ադրբեջանական նավթը արդեն $110 է։ Այս առումով կարող է բերել Վաշինգտոնի վերաճնշումների, այսինքն Արաբական Էմիրությունները, Օմանը, որին որ ասենք շատ են խփում, եւ մյուս արաբական երկրները, Կատարը, Քուվեյթը կարող են ճնշումներ գործադրել, բայց սա կարող է նաեւ հակառակ արդյունք ունենալ։ Այսինքն բոլորը միախմբվեն Վաշինգտոնի կողմից եւ պարտադրեն օրինակ ցամաքային ներխուժում, որպեսզի պաշտպանվի Հորմուզը։